2013 թվականի հունվարի 6-ին Արմավիրի մարզի Նորապատ գյուղում աննախադեպ հանցագործություն էր տեղի ունեցել։ Սիաբանդ Խուդոյանի տան մոտակայքում այրվել էր խոտի դեզի հարակից տարածքը։ Այն էլ ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ տարբեր օրերի ընթացքում։ Արդյունքում տանտիրոջը պատճառվել էր 36,000 դրամի նյութական վնաս, քանի որ ըստ նրա ծխահարվել եւ անասնակերի համար անպիտան էր դարձել մոտ 30 հակ խոտ։ Տեղ-տեղ խանձվել էին նաեւ տարածքը հսկող շան մազերը։ Ամեն անգամ շներ են վառվել ու ըստ ձեր ասելու դուք ձեր շներին ճանաչում եք ես Ես հշում եմ որ նկարել է հետաքրքիր չէ գցել է քրեական գործ։ Բա ոնց բացատրենք ձեր շան վրա ոչ այրվածքի հետ կա նկարով, նաև գրառված չի որ այրվել է։ Նրանք այրվածքի հետ Զավեշտական թվացող այս նախապատմությունն իրականում բավականին լուրջ ձևակերպում ստացավ Արմավիրի մարզի ոստիկանությունում։ Այնտեղ նույնիսկ դեպքից 3 ամիս անց որոշվեց քրեական գործ հարուցել։ Խոշոր չափերի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձի հատկանիշներով, նույնիսկ այն պարագայում, երբ գույքի տերը բողոք չէր ներկայացրել։ Ինչո՞վ եք դժ, եթե դժով եք, ուժեղ եք, տանիքի մասին ոչինչ չի դժ։ Ձեր ամուսինները Բայց հենց ասում ենք կոնկրետ հանգամանքներին, խոտին, շանը վարված, ասում է, ոչ եմ ուժերը, չունես են վարել։ Ասում է, ուժերը, բայց բողոք չեմ ներկայացնում, նյութական վնասը պահանջ չի ներկայացնում։ Իջասալ է մյուսը, այդ պատճառով, կանիքներ ունեն, ծնողներ, առանձներներ, ես մի բան չգնեց Ոչ, երեշտուկը չեն կաշվորում, շմողը վախից ստրեսի շեն կարող ուժեր եք, կանիքներ ուժեր, հոգեկան խանգարված է մեր, կարդի չի նվարում Գործը հարուցված էր, վնասի չափը որոշված, մնում էր գտնել մեղավորներին եւ ավարտին հասցնել սկսված խաղը։ Այն մասին, որ գյուղում հրդեհ է, ոստիկաններին ահազանգել էր ոչ թե խոտի տերը, այլ համագյուղացիները։ Հենց նրանցից մեկն էլ ոստիկաններին ասել է, թե այդ պահին ինքը նաեւ մի անծանոթ մեքենա է տեսել իրենց գյուղում։ Նպատակը մեկն է, իմանալ ինչ-որ կերպ, ոնց որ սրերկուսով են ասում, օպերատիվ տեղեկությունները իրացնելիս, այսինքն ինչ-որ մի գործակալից իմանալ, թե այս հանցագործությունը երևի թե այսինչ անձն է կատարել, եւ հետո այդ անձին տանել ոստիկանության բաժին եւ ստիպել, որ նա խոստովանի, որ ինքն է կատարել։ Այս տարածված եւ արդեն բազմիցս փորձված մեթոդը կիրառվեց նաեւ այս անգամ։ Գյուղացին մտապահել ու հայտնել էր նաեւ մեքենայի պետհամարանիշը, բայց ոստիկանությունն այդ համարանիշով ավտոմեքենա չէր կարողացել գտնել։ Դրանից հետո ըստ գործի նյութերի գյուղացին մեկ ուրիշ պետհամարանիշ է հայտնել։ Հենց դրա տիրոջը Արամ Մուղալյանին էլ ոստիկանները տարել են բաժանմունք, պատճառաբանելով, թե այնտեղ ինչ-որ հարցեր կան բարձելու։ Ոստիկանների հետ շփման փորձ չունեցող Արամին այստեղ ինչ-ինչ մեթոդների արդյունքում նաև ստիպում են բացատրություն տալ այրված խոտի վերաբերյալ։ Ստիպելը որպեսզի գրային ինչ-որ ցանկանում են գնել։ Սովորաբար լինում են խոստովանական ցուցմունքներ, երբ որ մարդկանց ինչ-որ դեպքում ստիպելով, ինչ-որ դեպքում համոզելով, չգիտեմ, շահագրգռելով թե ոնց, երբեմն նաև խոշտանգելով, բերում են նրան, որ մարդիկ իրենք իրենց դեմ ցուցմունք տան խոստովանական, ինչը իրենք կարող են ընդհանրապես հրաժարվել ցուցմունք տալուց։ Եթե մարդը ցուցմունք չտա ինքը իր դեմ այսօր Հայաստանում, շատ քիչ գործեր կբացահայտվեն։ Սա մեթոդ չի, որովհետև մարդը սահմանադրական իրավունք ունի ընդհանրապես ցուցմունք չտալ իր դեմ։ Ու ինչ, եթե այդ մարդը դիմանա ու ցուցմունք չտա, պիտի բաց թողնեք։ Պիտի ապացույցներ հավաքել, վկաներ գտնել, ես ինչ անել, այդ ամենը չի արվում, եւ դրա փոխարեն հույսը դնում են, որ մարդը կբերեն ինչ-որ ձևով կստիպեն, որ խոստովանի։ Քանի այս մեթոդով են աշխատելու մեր ոստիկանները, մենք ունենալու լուրջ խնդիր արտադրության համակարգում, սրան գումարվում է դատարանների համարձակության բացակայությունը, ասեմ տենց, որպեսզի այն գործերը, որոնք որ վատ են քննված, ուղղակի արդարացվեն։ Ինչևէ, ապացույցները լավ թե վատ հավաքված էին եւ նախաքննական մարմինը որոշեց դիմել դատարան։ Գյուղացուն վնաս պատճառողների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։ Պատկերացրեք մարդկանց 2 շաբաթից ավելի 18 օր կանչում են ոստիկանություն, նրանք պարտաճանաչ գնում են, ներկայանում են,
Եվ երկու շաբաթ հետո ոստիկանությունը որոշում է կալանավորել։ Հիմնավորումը հետևյալն է, կարող են փախչել կամ խոչընդոտել քննությանը։ Հարց, եթե կարող էին փախչել կամ խոչընդոտել, դրանք կարող էին դաղանել նաև այդ ժամանակահատվածում, երբ որ նրանք փաստորեն օրինապահ ձևով ներկայանում էին։ Այսինքն հիմնավորում որևէ չկա, միևնույն ժամանակ մեր դատարանը բավարարում է կալանավորման որոշումը եւ երիտասարդներին ուղարկում 5 ամսով, ինչպես հետո բացվեց, քրեակատարողական հիմնարկ։ Դատարանը բոլոր 4 մեղադրյալներին էլ որոշեց կալանավորել։ Հետագայում սակայն վերաքննիչ դատարանը փոփոխեց նրանցից միայն մեկի, Արթուր Քլյանի խափանման միջոցը, այն փոխարինելով գրավով։ Այն էլ միայն այն բանից հետո, երբ տեղի ունեցող ապօրինությունների արդյունքում տղայի մոտ նյարդային խնդիրներ առաջացան։ Այլ կերպ ասած, դատարանն ուղղակի վախեցավ նրա առողջական վիճակի համար պատասխանատվություն ստանձնելուց։ Պատասխան եք տալու վերջով վերևից մինչև ներքև, քննիչից 20 մինչև մարզի տարի։ Իդեպ, հոկտեմբերի 18-ին Արմավիրի մարզի դատախազ Սամվել Սինանյանը իր դիմումի համաձայն ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ Սա խնդիր է։ Խնդիր է ընդհանուր արտադրության համակարգի եւ սա բացառիկ դեպք չի, այդպիսի հիմնավորումներով կալանավորումները համարյա միշտ բավարարվում են։ Այս գործի հասարակական հնչեղությունն ու քաղաքացիական հասարակության ուշադրությունը դրա նկատմամբ թերևս պայմանավորվեց ոչ այնքան նրանով, որ մեղադրյալի աթոռին հայտնվել էին ուսյալ երիտասարդներ, Քեմբրիջի համալսարանի ուսանող Արամ Մուղալյանն ու նրա ընկերները, որոնց հանցավոր դիտավորությամբ ուրիշի ունեցվածքը ոչնչացնելու, ուրիշի գույքը վնասելու վերաբերյալ իրավապահների առաջ քաշած վարկածին հասարակությունը մեղմ ասած այնքան էլ չհավատաց, որքան այն, որ հերթական անգամ ի հայտ եկան իրավապահ համակարգում տիրող ապօրինի բարքերն ու անօրինական մեթոդների կիրառության մասին հերթական վկայությունները։ Ռոբերտ Փիլոյանի նկատմամբ հաղորդում տվեցինք, ճիշտն ասած, ամսի 17-ի, ապրիլի 17-ի երեկոյան ծեծի են ենթարկել ԶՊՎ-ում, քննիչի կողմից ըստ պաշտպանյալի տված հաղորդման։ Ամսի 22-ին նա այդ հաղորդումը տվեց իմ ներկայությամբ եւ մեկ քննիչի ներկայությամբ Արմեն Ումրշատյան, որը ցանկություն հայտնեց ներկա գտնվել, տեսնել այդ վնասվածքները, նաեւ լսել իմ պաշտպանյալին, նրա ներկայությամբ այդ ամբողջ պատմությունը ներկայացրեց, առկա է դատաբժշկի եզրակացություն վնասվածքների փաստի մասով։ Այս մասով ունենք իրապես կատարված փաստ։ Քննիչ Աշոտ Մարտիրոսյանի կողմից Ռոբերտ Փիլոյանի նկատմամբ կիրառված խոշտանգման փաստով քրեական գործ հարուցելու դիմումը հատուկ քննչական ծառայությունը մերժեց հանցակազմի բացակայության հիմքով։ Ավելին, պաշտոնապես հայտարարեց, որ վնասվածքները երիտասարդն ինքն է իրեն հասցրել։ Նշվեց, որ ինքնավնասվածքի միջոցով է առաջացել այդ վերքը եւ վնասվածքն է կապտուկները եւ պատճառաբանությունը բերվեց զույգ շտապօգնության բժիշկների պահոր վերջիններս այդ օրերին այցելել եւ ճնշումներ չափել։ Իմ պաշտպանյալին երբ հարցրեցի ինչ կարգով է այդ ճնշումը չափել, ասենք, նշեց, որ հագուստի վրայից են միացրել ճնշման չափիչ գործիքը եւ հագուստը չեն բարձրացրել վերև։ Արդեն հասկանալի է, թե ինչու չեն բարձրացրել, որովհետեւ նրանց էլ են ասել, որ շորի վրայից չափեք։ Ավելնորդ վկա կամ ավելնորդ խնդիրների առաջ չկանգնելու համար։ Եվ այդուհանդերձ գործի հարուցումը մերժելու մասին հատուկ քննչական ծառայության որոշումը փաստաբանն ու իր պաշտպանյալը որոշեցին չբողոքարկել։ Ծնողը խնդրեց, պահանջեց, որ չբողոքեն որոշումը, ըստ դա է պատճառը, որ հատուկ քննչական ծառայության որոշումը չի բողոքարկվել։ Իրենց նկատմամբ կիրառված համատարած ապօրինությունների դեմ բողոքելու այլ միջոց այլևս չէր մնում, քան անժամկետ հացադուլ, իսկ ավելի ուշ նաև ջրադուլ հայտարարելը։ Ես պահից հայտարարում եմ, որ ես մտնում եմ ջրադուլի մեջ։ Թող նկարեն բոլորն իմանա, ես ջրադուլի մեջ եմ, հենց այս պահին մտնում վերջ։ Արամ Մուղալյանը կալանավայրում բողոքի ակցիան դադարեցրեց միայն քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամների հետ հանդիպելուց եւ նրանց հորդորներից հետո։ Իսկ օրինակ արդարադատության նախարարն այս հարցի շուրջ այլ կարծիքի է։ Ըստ նրա, երիտասարդներին ազատությունից զրկելով իրավապահ համակարգը նպաստել է նրանց կրթական մակարդակի բարձրացմանը։ Հարցս նրա մեջ է արդյոք
իրավազոր է այս գաղափարը կամ իմաստ է կամ տրամաբանական է 36,000 դրամ փոխհատուցում պահանջելու քննի պատճառով մարդկանց կալանավորել եւ այդքան պետական միջոցներ ծախսել։ Իմ տեղակալներից մեկը եղել է այդ անձանց մոտ, ասեմ, որ այս 4 ամսվա ընթացքում ձեր կողմից մատնանշված անձը հասցրել է 45 գիրք կարդալ, ստացել է իր ուսանող ընկերներից։ Մի քանի ամիս տևած նախաքննությունից հետո նախաքննական մարմինն ի վերջո մեղադրական եզրակացությունն ուղարկեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, գործին գցելով այն ամենը, ինչ հաջողվել էր հավաքել իբրև ապացույց։ Այն ապացույցները, որ ճակերտավոր պիտի լինեին գործում, չկային, խոտի դեզը, որը որ պիտի վարվեր, չկար։ Այն ծխահարված խոտը, որ կարծես թե ծխահարվել էր, չկար, որևէ իրեղեն ապացույց չկար, մեքենայի համարները, որ կարծես թե հիշել էր վկան, էլի չէին համընկնում այն համարների հետ, ուղղակի ինչ-որ նմանացնելով էին գտել, որևէ լուրջ իրեղեն ապացույց այս գործում չկար եւ իրական դատարանը, եթե իմ կարծիքն եմ ուզում ասել, եթե անկեղծ ու արդար դատեր, այս երիտասարդներին պիտի ազատեր, որովհետեւ որևէ կերպ չէր ապացուցվում նրանց մեղքը։ Ես կասկածի տակ եմ դնում մայիսի 13-ից հետո ոչ օրինական նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները, ինչ վերաբերում է նախաքննության մինչև մայիսի 13-ը տված ցուցմունքներին, ուրեմն ասեմ դրանք հավաստ են այնքանով, որքանով որ տուժողները միանշանակ նշում են, որ գույքային վնաս չեն ունեցել, ծխահարման փաստի մասին չեն նշում, նշում են 3 դեպք, որ իրենց դեզից ինչ որ հեռավորության վրա կրակ է վառվել, մի փաստով հանգել, մյուս փաստով իրենք են հանգցրել եւ մի դեպք են նշում հակի 10% այրման փաստի մասին, որը նույնպես իմ համար կասկածելի է եւ հավաստ չեմ համարում։ Դատարան ուղարկված մեղադրական եզրակացության համաձայն Արամ Մուղալյանը, Ռոբերտ Փիլոյանը եւ Գագիկ Արաքելյանը մեղադրվում էին խուլիգանության եւ ուրիշի խոշոր չափերի հասնող գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձի, իսկ Արթուր Քլյանը միայն խուլիգանության համար։ Որպես խոշոր չափերի հասնող գույք նախաքննական մարմինը ներկայացնում էր Սիաբանդ Խուդոյանի 1200 հակ պարունակող խոտի դեզը, որի արժեքը նախաքննական մարմինն այդպես էլ չէր կարողացել հստակեցնել։ Մեղադրական եզրակացության մեջ նույն խոտը մի դեպքում գնահատվում էր 1,440,000 դրամ, մեկ այլ դեպքում 1,800,000 դրամ։ Բայց նույն մեղադրական եզրակացությունն էլ վկայում էր, որ այս թանկարժեք դեզից իրականում վնասվել է միայն մի մասը, ծխահարվել է միայն 30 հակը, ուստի եւ իրականում վնասը գնահատվում էր ընդամենը 36,000 դրամ։ Սա մեր արտադրության համակարգի երկրորդ լուրջ խնդիրն է, որ մեր նախաքննության մարմինները ցավոք սրտի շատ թույլ ապացուցողական բազա են հավաքում եւ դրանով գնում են դատարան։ Բայց նախաքննական մարմինը միակը չէր, որ խառնվել էր վնասի հաշվարկներում։ Ինչպես պարզ դարձավ դատարանում, գույքի տերերն իրենք էլ հստակ չգիտեին, թե ինչ վնաս են կրել, ու նույնիսկ հայտարարում էին, թե պահանջ չունեն։ Այստեղ թերևս ավելորդ չէ նաև նշել, որ գործով չկա ոչ մի վկա, ով տեսած կլինի, թե ով է վառում կրակը։ Բացի այդ չկան նաև ոչ մի ապացույց, որ դեպքի օրը կամ այդ օրերին Արամ Մուղալյանն ու նրա ընկերները գտնվել են նշված տարածքում։ Իդեպ գործով չի հստակեցվում նաև այն հանգամանքը, թե համագյուղացիներից ով է մտապահել եւ ոստիկանությանը հայտնել ավտոմեքենայի մոտավոր համարները։ Ամենը ասեցիք թախտուն եմ տեսել, համարն եմ տեսել եւ խոդի դեզը բարվել։ Այդ ասել որ դուք ոչինչ չասեք։ Կամ ամենը ոչինչ։ Որտեղ ինչ տեսնում եմ, ես դեր եմ ասել։ Եթե դատարանները վատ գործերով արտահացի բոլոր վճիռները դիլեն արտահացի, բայց այն վատ քննած գործերը մատնացույց անեն ու ասեն, որ այստեղ ապացույցները բավարար չեն եւ ես այս մարդուն արդարացնում եմ, 1-2-10 որոշումից հետո քննչական մարմիններում ինչ-որ բան կսկսի կատարվել։ Որտեղ այդտեղ մենք կտեսնենք այս քննիչը անորակ է աշխատում, այս մեկը ոնց որ թե որակել է աշխատում ու կարողանանք տարբերել իրարից։ Այսօրվա դրությամբ դու լավ պրոֆեսիոնալ քննիչ է, ավելի վատ դիրքերում է, քան թե
այն խոշտանգող քննիչը, ասես ճակերտներով ասեմ կամ առանց ճակերտների, հա։ Որովհետև եթե դու լավ քննիչ ես, դու հույսը չես դնում խոստովանական ցուցմունքների վրա եւ դու երկար ժամանակ ես ծախսում, որպեսզի հավաքես ապացույցներ։ Այն մյուս ոստիկանը, որ խոշտանգող է, ինքը տես խնդիր չունի ապացույցներ հավաքելու։ Ինքը մի խնդիր ունի, բերի խոշտանգի, ճնշի, համուզի ինչ-որ մի բան անի, ստանա խոստովանական ցուցմունքներ եւ մինչեւ այն մի քննիչ բացահայտել է 5 գործ, բացահայտի 50-ը։ Ու ինքը կհամարվի մեր մոտ ավելի լավ ոստիկան, քան այն մեկը։ Քննիչն այս հերթական գործով էլ կատարեց իր առջև դրված պարտականությունը, բացահայտեց գործն ու ապահովեց անհրաժեշտ վիճակագրությունը։ Դատարանը հերթական անգամ աչք փակեց նախաքննության կատարած մեղմ ասած անփույթ աշխատանքի, թերի ու թույլ ապացույցների փաստի վրա եւ ուղղակի վավերացրեց այն, ինչ պահանջել էր մեղադրող դատախազը։ Շուրջ կես տարի տևած նախաքննությունից ու դատաքննությունից հետո հոկտեմբերի 15-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանն ի վերջո հրապարակեց խոտի դեզի գործով սպասված ու թերևս նաև սպասելի դատավճիռը։ Արամ Մուղալյանին, Ռոբերտ Փիլոյանին, Գագիկ Առաքելյանին ու Արթուր Քլյանին մեղավոր ճանաչեց նրանց առաջադրված մեղադրանքներում։ Մուղալյանին եւ Փիլոյանին դատապարտելով 2.5 տարվա, իսկ Առաքելյանին եւ Քլյանին 1 տարի 1 ամիս ժամկետով ազատազրկման։ Ու թեև տղաները մեղավոր ճանաչվեցին, սակայն ազատվեցին պատժի կրումից, քանի որ նրանց նկատմամբ կիրառվեց համաներումը։ Արամ Մուղալյանի նկատմամբ կիրառվել է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2016 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման առաջին կետի 2-րդ երկակետի եւ նրան ազատել նշանակված պատժից։ Ես գիտեմ, որ սենց է լինելու։ Պատկերացրեք 4 հոգու արդարացնել։ Քանի հոգու վրա էդի չեպե կգա, սենց ասեմ։ Քանի հոգի պետքա, չգիտեմ, գործից դուրս գա նկատողություն ստանա, ասենք շատ մեծ հարված կլներ համակարգի դեմ ու համակարգը բարձա ինքն իր դեմ չէր գնա։ Կայացվեց մեղադրական վճիռ, կիրառվեց համաներումը եւ նրանք ազատ արձակվեցին ու Հայաստանի արտադրության պայմաններում դա ընկալվում է որպես արդարացման դատավճիռ։ Ցավոք սրտի, երբ որ մարդուն դատապարտում են ինչ-որ մի ժամկետով եւ դատարանի դահլիճից ազատ են արձակում, ասում են, ահա, ուրեմն դատավորը գիտեր, որ այս մարդիկ մեղավոր չէին, ուղղակի չէր ուզում արդարացնել։ Խոտի դեզի գործն այսքանով չի ավարտվում։ Իրավապահ համակարգում տիրող բարքերի ու դրանց նկատմամբ հասարակության ընկալման այս հերթական էջը դեռ փակված չէ։ Արամ Մուղալյանն ու իր փաստաբանը դիմել են վերաքննիչ դատարան եւ այժմ սպասում են այս հերթական ատյանի արձագանքին։